Ողջույն սիրելի ուսուցիչներ, ինչպես գիտեք, High End Learning կրթական կենտրոնը ստեղծում է AI շրջանավարտների ակումբ, որին կարող են մասնակցել արհեստական բանականության մեկամսյա դասընթացի շրջանավարտ ուսուցիչները։ AI ակումբը իրենից ենթադրում է հետևյալը. պարբերաբար ունենալու ենք գործնական հանդիպումներ, որտեղ մեր մենթորները on-line դասերի ընթացքում կկիսվեն իրենց աշխատանքների բոլոր նրբություններով, ցույց կտան, թե AI գործիքներով ինչպես կարող եք ավելի բազմաֆունկցիոնալ ու ինտերակտիվ նյութեր պատրաստել, եւ այդ հանդիպումների ժամանակ դուք կկարողանաք հղել ձեր բոլոր հարցերը։ Այս ամեն ինչը լինելու է այն բանի վերաբերյալ, ինչը մենք սովորել ենք մեր մեկամսյա դասընթացի ընթացքում, նպատակն այն է, որպեսզի մեր սովորածը չմոռանանք, այլ հակառակը ամրապնդենք ու բոլոր նրբություններին տիրապետենք։ Մենք ձեր էլեկտրոնային հասցեներին ուղարկել ենք ձևանմուշի տարբերակներ, մասնավորապես հիմա ես ցույց կտամ, թե որոնք են դրանք ու ինչպես պետք է լրացնենք։ Ինչպես գիտեք, AI ակումբի մասնակցությունը անվճար է եւ պետք է կցենք նյութեր, մեր ստեղծած նյութերը մեկամսյայի շրջանակներում կամ դրանից հետո, որը մասնակցության միակ պայմանն է, այդպես ենք անում, որպեսզի բոլոր ուսուցիչները կիսվեն իրենց ստեղծած նյութերով ու արդյունքում մենք կունենանք հազարավոր, տասնյակ հազարավոր AI նյութեր տարբեր առարկաներից, որոնք կարող եք օգտագործել կամ որով կարող եք առաջնորդվել, այսինքն մեր նպատակն է նաև ստեղծել AI նյութերի, պաշարների շտեմարան ամենահզորը եւ առաջինը Հայաստանում։ Առաջինը, խնդրում եմ ուշադրություն դարձնեք ձևանմուշին, այս ձևանմուշում որոշ տվյալներ ենք մենք ձեզանից խնդրելու, որ լրացնենք, որպեսզի կարողանանք ճիշտ դասակարգենք, եւ տեսեք այս նախավերջի տողում լրացնելու եք, տեղադրելու եք հղումը, ոչ թե ձեր առանձին աշխատանքներն եք տեղադրելու, այլ այն ձևանմուշի հղումն եք տեղադրելու, որտեղ որ լրացնելու եք ձեր ստեղծած նյութերի մասին տվյալները։ Առանձին տեղադրում ենք ձևանմուշ ԱԲ մասնակցի համար, այսինքն եթե ուզում եք միանալ որպես մասնակից եւ դասերին մասնակցել, անվճար գործնական պարապմունքներին եւ այլը, եւ ուղարկում ենք ձևանմուշը որպես մենթոր մասնակցելու, այսինքն արդեն դուք կպատասխանեք մասնակիցների հարցերին, կվարեք դասեր եւ այլը։ Մենթորությունը մեծ հնարավորություն կտա, որպեսզի դուք զարգացնեք ձեր AI հմտությունները եւ դասավանդման հմտությունները նաեւ AI-ով ու հետո լավագույնները կմիանան մեր թիմին։ Իհարկե վերապատրաստումներ անցնելուց հետո այստեղ եւս պետք է տեղադրել ձեր տվյալները, հղումները եւ որոշակի հարցեր կա, որոնց պետք է պատասխանենք, կխնդրեմ ելի հղումը նույն ձև տեղադրենք։ Ընդ որում, եթե դուք ցանկանում եք մասնակցել որպես եւ մենթոր եւ որպես ուղղակի մասնակից, ապա պարզապես երկու ձևանմուշներն էլ լրացրեք, որպես մենթոր կարող եք տեղադրել այն աշխատանքները, որոնք լավագույն են եւ կցանկանաք դրանց մասին խոսել ձեր դասերի ընթացքում, որոնց ցուցադրումը լրացուցիչ օգուտ կտա այլ մասնակիցներին, նոր բաներ կսովորեն, իսկ որպես մասնակից լրացնելիս կարող եք ընդհանուր ինչ աշխատանքներ որ ունեք, անգամ հասարակ աշխատանքները տեղադրել։ Այստեղ ունենք աշխատանքների ձևանմուշը, մենք շատ մանրակրկիտ մտածել ենք, թե ինչպիսի ձևանմուշ ստեղծենք, որպեսզի հետո կարողանանք ֆիլտրել եւ ամբողջական ռեսուրսների շտեմարանը ձեզ տրամադրել ըստ հոսքերի, ըստ առարկաների եւ դասարանների, որպեսզի հեշտությամբ կարողանաք աշխատեցնել, օգտագործել աշխատանքների ձևանմուշի վրա որ սեղմեք, ովքեր Gmail են օգտագործում, կարծում եմ բոլորդ էլ կօգտագործեք Gmail, եթե բացեք այսպիսի տեսարան է լինելու, ոչ մի բան ներսում չեք կարողանալու խմբագրել, դա հատուկ ենք արել, որպեսզի աշխատանքները իրար չխառնվի։ Ինչ ենք անում, գնում ենք այս ֆայլ բաժինը եւ 4-րդը make a copy
կապիրվեց, հա, նորը ոնց որ մենք ստեղծում ենք, make a copy, եւ այստեղ կարող եք գրել օրինակ ձեր անվանումը, որպեսզի իմանանք, թե ումից ենք ստացել նյութը։ Օրինակ հիմա ես կգրեմ իմ անունը եւ կսեղմեմ make a copy կոճակին, որից հետո կողքին ավտոմատ բացվում է այս ֆայլը եւ արդեն սա կարող եք խմբագրել։ Այստեղ գրում եք ձեր անունը, որ հոսքին եք մասնակցել կամ որ հոսքին է պատկանում ձեր նյութը, ավելի ճիշտ այդպես կգրեք, որովհետեւ ունենք ուսուցիչներ, ովքեր ուրիշ հոսքի էին մասնակցել, այստեղ ընտրեք այն հոսքը, որին պատկանում է ձեր ստեղծած աշխատանքը։ Հաջորդիվ ընտրում ենք առարկան։ Մենք այստեղ գրել ենք բոլոր հնարավոր առարկաները, որպեսզի ձեռքով տարբեր ձևերով չգրենք ու հետո կարողանանք այդ ամեն ինչը խմբագրել, կամ ուղղակի իջեք ներքև, կամ էլ այս դաշտում փնտրեք եւ ինքը կբերի արդեն համապատասխան տարբերակը, որը կարող եք ընտրել։ Այս ընտրում ենք, սեղմում ենք ուղղակի վրան եւ ընտրում ենք այսպես։ Հաջորդիվ դասարանը նաև ընտրում ենք դասարանը, գրում ենք թեման, ինչ թեմայի շրջանակում է ստեղծվել տվյալ, օրինակ դասի պլանը, արձանագրությունը, պրեզենտացիան, աուդիոն, երգը կապ չունի։ Այստեղ տեղադրում ենք հղումը, խնդրում եմ ուշադիր եղեք, որպեսզի հղումները բացվեն, հատկապես նոթբուք LM-ինը ու նոթբուք LM-ի հղում տեղադրելիս ոչ թե ընդհանուր ամբողջ ստուդիայի հղումը տեղադրեք, այլ մեկ առ մեկ, քանի որ այստեղ նշում եք դա որ դասարան է, ինչ թեմա է եւ այլը։ Եթե լրացուցիչ հարցեր առաջանան, կարող եք մեր Telegram-ի խմբում գրել, խնդրում եմ վստահ եղեք, որ հղումները բացվում են, նախորդ կարող եք մեկ այլ անձի ուղարկել, որպեսզի վստահ լինեք, որ բացվում է, կամ այլ Gmail-ով բացեք ու հետո տեղադրեք։ Այստեղ ընտրելու եք AI գործիքը, որ գործիքով եք պատրաստել։ Համարյա բոլոր տեղերում մենք թողել ենք նաև այլ տարբերակը եւ տեսակը, օրինակ ինչ է դասի պլան, թեստ, պաստառ եւ այլը։ Եթե լինեն այնպիսի տարբերակներ, որոնք մեր ցանկում չլինեն, կարող եք մեզ հետ կապվել եւ կավելացնենք։ Այստեղ էլ եթե ինչ-որ մեկնաբանության կարիք կա, կարող եք դնել։ Սա է ձևանմուշը, ուրեմն աշխատանքների ձևանմուշն է, կարծում եմ կարող եք մի քանի րոպե տրամադրել եւ այսպես սիրուն ձևով լրացնել, ու մենք խոստանում ենք ձեր բոլորի աշխատանքները կհամակարգենք, որը արդեն կլինի հազարավոր աշխատանքներ եւ մի հատ ֆայլի մեջ կտրամադրենք, որպեսզի կարողանաք դուք օգտագործել այդ հսկայական ռեսուրսները ու կօգտագործեք միայն դուք, մեր դասընթացի մասնակիցները, թույլատվությունը փակ է տրվելու միանշանակ։ Հիմա, եթե դուք արդեն այստեղ տեղադրեցիք ձեր նյութերը, որը առնվազն 20 հատ պետքա լինի, բայց շատ ողջունելի է, որ 20-ից շատ լինի, օրինակ կարող եք նաև 100 հատ տեղադրել, ինչքան շատ տեղադրեք, այդքան իօգուտ ձեզ է լինելու ու իօգուտ համայնքին, իօգուտ ձեզ, որտեղ առաջին 3 տեղադրողները, որոնք որակյալ ու շատ նյութեր կտեղադրեն, կստանան Gemini եւ Notebook LM Pro տարբերակների 4-ամսյա բաժանորդագրություն, բացի դրանից նաև ամեն ամիս մենք ունենալու ենք ամեն առարկայից լավագույն ուսուցիչները, ովքեր մեծ ներդրում են անում մեր համայնքում որակյալ նյութեր տեղադրելով, շնորհակալագրեր ու պատվոգրեր կտրամադրենք, գուցե վերջում նաև կարողանանք նյութական խրախուսանքներ էլ տալ, այնպես որ եկեք առատորեն կիսվենք մեր նյութերով ու ուսուցիչներով իրար օգնենք, որովհետև այս նախաձեռնությունը հենց դրա համար է, ուսուցիչի ուսուցչի համար։ Ուրեմն երբ արդեն այս բոլոր դաշտերը դուք լրացնեք յուրաքանչյուր աշխատանքի մասով, սեղմում եք պադելիցա կոճակին, այս վերևի աչանկյունում, որ գրած է պադելիցա եւ ուշադրություն, շատ եմ խնդրում, այստեղ էլ ուշադրություն դարձրեք, այս որ բանալու նշանա տված, գրած է restricted, սահմանափակված, սա պետքա սեղմեք սրա վրա ու ընտրեք anyone with a link, ցանկացած մարդ լինքով, որպեսզի մենք կարողանանք ձեր աշխատանքները վերցնել, որ սեղմեցինք, արդեն այս գլոբուսի նշանը հայտնվեց ու այստեղ դրված է viewer, այսինքն մենք միայն կարող ենք դիտել
կխնդրեմ, որ սեղմեք սրա վրա ու վերջինը editor խմբագրող ընտրեք, որպեսզի մենք կարողանանք նաև վերցնել ձեր աշխատանքները ու տանել համապատասխան ռեսուրսների շտեմարանում տեղադրել։ Այստեղ սեղմում ենք editor, խմբագիր, խմբագրելու հնարավորություն եւ copy link, կապիրված link, վերջ։ Ու այս link-ը արդեն բերում ենք, տեղադրում ենք մեր ձևանմուշի մեջ, որը որ լրացրել ենք այս հատվածում, այսինքն մեր հիմնական ձևանմուշի մեջ, որտեղ հարցում է, դուք միայն այս Google Sheet-ի հղումն եք տեղադրում ու վերջ, Google Sheet-ի մեջ էլ դուք ձեր աշխատանքներն եք տեղադրել և այստեղ թույլատվությունը բացելով կիսվել եք մեզ հետ։ Այսքանը, սիրելիներս, նամակը խնդրում եմ ուշադիր կարդացեք, հարցերի դեպքում կարող եք գրել Նարեին կամ ձեր համապատասխան տելեգրամյան խմբերում և արագ կարձագանքեք։ Շատ շնորհակալություն, որ միանում եք Հայաստանի ամենանորարար համայնքին։ Մինչ նոր հանդիպում։